Գյուղոլորտի խորհրդատուների համար մշակվել է ուսումնական ձեռնարկ։ 13 մոդուլից կազմված ուղեցույցում ներկայացված են գյուղաաջակցության հիմունքները, մեթոդների ընդհանուր տեսությունը, ծրագրերի կառավարումը, մասնագիտական էթիկան, ֆերմերային կազմակերպությունների զարգացումն ու ոլորտային այլ կարևոր թեմաներ, որոնք հստակ պատկերացում են տալիս գյուղատնտեսական խորհրդատուի դերի եւ գործնական հմտությունների վերաբերյալ։ Ձեռնարկը տալիս է եւ soft skill-եր, այսինքն փափուկ հմտություններ եւ նաեւ գործիքակազմ, որը կօգնի խորհրդատուներին ճիշտ խորհրդատվություն տալ ֆերմերներին ու ոչ միայն, ճիշտ հաղորդակցվել գյուղատնտեսության ոլորտում առկա մեր կազմակերպությունների հետ, ճիշտ պլանավորել ծրագրերը, ճիշտ կազմակերպել խորհրդատվությունը եւ այլն։ Արարատի մարզի թիրախային համայնքներում արդեն մեկնարկել է կարիքների գնահատումը փակ հարցաշարերի եւ ֆոկուս խմբային քննարկումների միջոցով, որ հասկանան համայնքներում առկա խնդիրները, ինչպես տեխնիկական հագեցվածության, այնպես էլ ֆերմերների կարողությունների ու գիտելիքների մակարդակի վերաբերյալ։ Առանձնացրել են թունաքիմիկատների ճիշտ օգտագործման ու ռոռոկման ջրախնայողական տեխնոլոգիաների հարցերը։ Ըստ էության մենք ուսումնասիրում ենք կարիքները, որոնք խոչընդոտում են ֆերմերների հնարավոր եկամուտների ստացմանը եւ փորձում ենք տվյալ խոչընդոտները վերացնելու ուղղված գործողություններ իրականացնենք։ Դրանցից օրինակ կարող եմ ասել ջրի ռոռոկման ջրի կառավարման հետ կապված, որ երբեմն ֆերմերները չափից ավելի ժամանակ են օգտագործում իրենց տարածքները ոռոգելու համար, մենք արդեն ունենք որոշակի մոտեցումներ կաթիլային ոռոգման ներդրման հետ կապված։ Գյուղաաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկը մշակվել է ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի եւ Արմավիրի մարզերում ԻԱԴԱՄ ծրագրով, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում եւ աջակցել կառավարությանը ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականության մշակման հարցում։ Ծրագիրը երկու ուղղությամբ է իրականացվում։ Առաջինը տեխնիկական աջակցություն է, օրինակ այս ձեռնարկ մոդուլի մշակումը, երկրորդը ֆինանսական ֆոնդերի ձևավորումը, աջակցելու Արարատի եւ Արմավիրի մարզերի ոռոգման համակարգերի արդիականացմանը։ ԻԱԴԱՄ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, իրականացնում զարգացման ֆրանսիական գործակալությունը, էկոնոմիկայի եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։